Գիշերով առանց փաստաբաններին նախապես տեղեկացնելու 18-ամյա Դավիթ Մինասյանի Նայիրի բժշկական կենտրոնից անվասայլակով տեղափոխել են Արմավիր քրեակատարողական հիմնարկ։ Փաստաբան Լուսինե Մարտիրոսյանի խոսքով սա առաջին դեպքը չէ, երբ գործի շրջանակում անտեսվում է օրենքը եւ գործողությունները չեն համապատասխանում իրավական նորմերին։ Բժշկական փաստաթղթերի համաձայն Դավիթի մոտ ախտորոշվել է գլխուղեղի փակ տրավմա, ուղեղի եւ ակնագնդի թեթև սալջարդ, որոնք ստացել էր հարվածի հետևանքով։ Հիմա ասել այդ հիվանդությունների արկայության պայմաններում քրեակատարողական հիմնարկում կկարողանան ապահովել իր բուժօգնության իրավունքը, դա սխալ է, ակնհայտ սխալ է եւ չի բխում այն տվյալներից, որոնք որ արկա են բժշկական փաստաթղթերով եւ իր օբյեկտիվ վիճակից։ Փաստաբանի խոսքով Դավիթն ունի շուրջօրյա խնամքի եւ խնամակալի կարիք։ Առողջապահության նախարարությունից էպիկենտրոնին հայտնեցին, որ տվյալ հարցը իրենց իրավասությունից դուրս է։ Նայիրի բժշկական կենտրոնից էլ փոխանցեցին, որ 10 օր հիվանդանոցում բուժում ստանալուց հետո արձանագրվել է դրական դինամիկա։ Ստացել է համապատասխան բուժում, արձանագրվել է դրական դինամիկա զգալի բարելավումով։ Պացիենտը տեղափոխվել է քրեակատարողական բուժհաստատություն։ Փաստաբանը ընդգծում է Դավիթի երկամսյա կալանավորումը կիրառեց առաջին ատյանի դատարանը, քննիչի միջնորդության լիարժեք բավարարմամբ այն դեպքում, երբ վարույթ իրականացնող մարմինը ընդամենը 15 օր անց պետք է հայտարարեր նախաքննության ավարտը եւ գործը ուղարկեր դատարան։ Նրա գնահատմամբ նման հապճեպ գործողությունները կարող են ունենալ մեկ նպատակ՝ հնարավորինս արագ ավարտին հասցնել գործընթացը, շրջանցելով անհրաժեշտ իրավական ընթացակարգերը։ Մենք քանի որ արդեն իրավաբանական, ոնց որ տերմիններով հասկանում ենք, որ մեկ նպատակ ունի շուտ առաջի ատյանի դատարանում դատավորի կողմից, կարծում եմ նաև կլինի դա իրենց սրտի դատավորը, գործը վարույթ ընդունելն է, որի պայմաններում ամսի 17-ի որոշումը ըստ էության իրենք խոչընդոտեն դրանով, չգիտենք ինչ որոշում է կայացվելու, բայց երևի թե ինչ որ մի վտանգ ունեն, որ փորձում են կանխել։ Առաջիկայում փաստաբանական թիմը կներկայացնի նոր միջնորդություններ։ Այս պահին նրանք շարունակում են ծանոթանալ գործի նյութերին։ Դատախազության շենքի մոտ ի պաշտպանություն Դավիթ Մինասյանի անցկացվող ակցիաները շարունակվում են։ Մայրերին միացել են նաև հայրերը։ Մասնակիցները գալիս են պատրաստված իրենց հետ բերելով տաք թեյ կամ սուրճ։ Նստացույցին միացել են նաև Աբրասիմը։ Երևան է եկել Գյումրիից, մասնագիտությամբ իրավաբան է։ Վերլուծելով տեղի ունեցածը նշում է, որ Դավիթի գործողություններում չկա օրենքով պատժելի որևէ արարք։ Նրա կարծիքով այս ամենը նպատակ ունի հանրության մեջ վախի մթնոլորտ ձևավորել։ Պարզ կադրերում երևում է, որ մարդը կանգնած իր համար կանգնած պատարագին է մասնակցում ու իրեն են խոչընդոտում ընդհակառակը, դեռ մի բան էլ ավելին հարվածում են, ինչը ունի նաև իր հետևանքները, դա աբսուրդ է զուտ։ Այդ ամեն ինչի մեջ արդեն ինչպես մնացած այլ քաղաքական կոնտեքստով գործերի մեջ ընդհանրապես իրավաբանություն չկա ու օրենքից ու իրավաբանությունից խոսելը անիմաստ է ուղղակի։ Ակցիաները կշարունակվեն մեկ շաբաթ ամեն օր ժամը 11-ից մինչև երեկոյան 8-ը։ Այդ ընթացքում ծնողները հերթափոխով կհավաքվեն դատախազության շենքի մոտ բարձրացնելու իրենց բողոքի ձայնը։ Ալադավթյան, Հարություն Հովսեփյան, Էպիկենտրոն։